Այսօր օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, ինչպես միշտ ձեզ հետ ես եմ Անահիտ Կիրակոսյանը, մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված, ուզում եմ, որ ձեր օրն իսկապես անցնի բարի։ Այս պայն առաջարկում եմ լավ, ուրախ ելևէջներով տեսահոլովակ դիտենք, արտանենք միասին։ Վերադարձանք տաղավար, այսօր ունենք հրաշալի երաժշտական հյուրեր, փոքրիկներ եւ իհարկե ղեկավար, շտապում եմ ներկայացնել սիրելիներս։ Գեղարվեստական դաստիարակության եւ մանկապատանեկան մշակույթի կենտրոնի Ջիվանու անվան աշխուղական դպրոցի Հայի ոգին երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ալյոնա Հայրապետյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպես նաեւ երգչախմբի սաները, փոքրիկ հրաշքները Յան Սարգսյան, Ժան Սարգսյան, Վիկտորիա Կարախանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ այսօր մեր տաղավարում եք եւ կուզենայի առհասարակ խոսենք գործունեությունից, ինչքան ժամանակ է որ դուք կաք, ինչ գործունեությամբ եք զբաղված, ինչ են երեխաները սովորում։ Մենք Արցախից սկսած, մենք զբաղվում ենք այս գործով, ես ունեի այնտեղ խումբ, աշխատում էի տարբեր բնակավարներում, մշակույթի տանն եմ աշխատել, Սոսե մանկապարտեզում եմ աշխատել, երաժշտական ղեկավար, աշխատել եմ նաև Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցում, Տողի արվեստի դպրոցում, գնում ենք մեր սահմանամերձ գյուղերն ենք դասավանդում, բլոկադայի մեր տարիներին, էլի։ Մի խոսքով Եվ ահա ճակատագրի բերումով այո, հիմա այստեղ եք։ Ճակատագիրը գցեց մեր հողը էլի, էս էլ է մեր հողը։ Մենք փորձում ենք արմատներ գցել էլի ստեղ եւ հենց առաջի օրից 23 թվականի սեպտեմբերի 25-ին մուտք եմ գործել արդեն, մտել եմ Հայաստան ու մի քանի օրից հետո ընկերուհիս հրավիրեց, ասեց ես ուզում եմ որ աշխատես Ջիվանու անվան աշխուղական դպրոցում մեր գեղարվեստական դաստիարակության մշակույթի մանկապատանեկան կենտրոնում ես սկզբից ասեցի դեռ նոր ենք եկել հիմա մեզ պետքա տուն տեղ մի բան ասեց չէ Ալյոնա ջան պետքա դասավորվես մի խոսքով ինձ դասավորեցին հետո մտածեցի ոնց պիտի հավաքեմ որովհետև բոլորս ցրված ենք ու հերթով զանգում էի մի ամիս, երկու ամիս, զորով գտա 4 երեխաս, որովհետև Ռուսաստան, կեսը Ֆրանսիա, չգիտեմ, ով որտեղ կարողացել է, ու 4 հոգով սկսեցինք։ Հետո Սայաթ Նովա անսամբլն էինք մենք ընկեր Թոմաս Պողոսյանի հրավերքով միշտ ասում էր եկեք նստեք դասերին, հասկացեք, պետքա դուք նորից ձեզ հավաքեք ու սկսեք ձեր գործունեությունը։ Ամեն օր գնում էի, այսպես ասած, սնունդ էի ստանում, հոգեբանական, այսպես ասած, ինձ դարձի բերեցին, իմ մշակույթը նորից ինձ դրեց իմ տեղը, որտեղ պետք է լինեմ։ Ու այդտեղ միտք ծագեց ստեղծել իմ փոքրիկ երգչախումբը, Հայի ոգի երգչախումբը մեզ հրավիրել էին ուրիշ տաղավար, այդ պահին ասեց ինչ է երգչախմբի տանունը, ես չունեի անուն, ասենց միանգամից ասեցի Հայի ոգի։ Ու այդպես էլ ստացվեց։ Ու այդպես էլ, հա, որովհետև այդ պահը Աստված տվեց, շնորհակալություն Աստծուն, որ միշտ իմ հետ է, ու անընդհատ ես հանդիպում եմ լավ մարդկանց, այսպես ասած, մինչև այստեղ, մինչև ձեր տաղավար եմ հասել, ես չգիտեմ ինչպես Աստծո շնորհիվ, ու երեխաներն էլ մեկը մյուսին իմաստալով շատանում ենք Հայաստան եւ Արցախ։ Ես միացրել եմ ու սարքել մի փոքրիկ երգչախումբ։ Հրաշալի իրականում գաղափար է եւ միտք, կուզենամ հարցս երեխեքին տամ։ Երեխեք, նախ ներկայացեք ու ասեք քանի տարեկան եք։ Ես Յան Սարգսյանն եմ, 8 տարեկան, հաճախում եմ թիվ 1 դպրոցում Ստեփան Շամյանի անվան։ Ահա, իսկ որ տարիքից ես սկսել երգել։ Երևի մի 7։ 7 տարեկան շատ ես սիրում։ Այո։ Շատ ապրես։ Կփոխանցես մեր մյուս փոքրիկին։ Քո անունը ինչ է։ Լան։ Դու քանի տարեկան ես։ 5։ 5։ Ինչ ես ուզում դառնալ։ Իրավաբան։ Իրավաբան, երգիչ իրավաբան, հա երևի թե։ Նու լավ է, որ իրավաբանները երգեն մի քիչ կբարյանան, ամեն ինչ ավելի ճիշտ կլինի։ Կփոխանցես։ Ողջույն։ Բարև ձեզ։ Կներկայանաս։ Ես Վիկտորիա Կարախանյանն եմ, 11 տարեկան, սովորում եմ Դանիել Վարուժանում, 6-րդ դասարան եմ։ Իսկ քանի տարի է որ երգում ես։ 2։ Արդեն 2 տարի։ Ինչ ես ուզում դառնալ։ Որ մեծանամ կուզեի դառնալ բժիշկ։
ու երգիչ։ Իրականում մեզ համար շատ անհրաժեշտ մասնագիտություններ եք ընտրել մեր օրերում եւ ված չէ որ նաեւ առնչվում եք արվեստի հետ, որովհետեւ երգչախումբը միշտ մի ուրիշ տեսակի եւ դիսցիպլինա է բերում երեխաների համար, հա, կարգ ու կանոն, ու նաեւ մեր հայ երաժշտությունը իմանալը միմիայն օգուտ է։ Ես գիտեմ, որ ունեք նոր տեսահոլովակ։ Այո։ Մի քիչ կպատմեք այս տեսահոլովակի մասին, առաջարկում եմ այս պայն մեր հեռուստադիտողը տեսահոլովակը դիտի, որից հետո խոսենք ու քննարկենք։ Պրեմիերը այսօր մեզ մոտ օրդվարի շրջանակներում։ Miasna garnet
Շատ հետաքրքիր ու գաղափարով լի, հատկապես վերջնահատվածը, երբ Մուշուվանից բացի նաև նշվեց Արցախը, ում գաղափարներ։ Ուրեմն երգը Աշուղ Նազելի երգն է, որ իրան հանդիպում ունեցանք Աշուղ Նազելիի հետ, իդեպ ասեմ առաջի օրից իմ հետ է։ Որոշեցի իր երգերներ սկսեմ սովորացնել երեխաներին ու այս երգը շատ դենց կպավելի լավներ, լավ երգեր, սրտից մոտ էր։ Երեխայի հետ քննարկեցինք, Աշուղ Նազելիի հետ քննարկեցինք ինչպես կլինի, ինքը ասեց, որ ես որոշել եմ այս երգում ես ինքս կարող եմ ունեմ այդ վերապահովումը բառը փոխելու ու որ փոխեց բառը Արցախ դրեց մեծ հաճույքով ուրախացանք ու շնորհակալություն հայտնեցինք այն ժամանակ կար Արցախը այս երգը որ գրել էր ինքը բայց հետո որ չկա կա իրականում այնքան ինչքան այստեղ է, այնպես որ խնդրում եմ հյուսվեք այս պահին։ Եկեք այսպես անենք, ես շատ կուզենամ, որ մեր տաղավարում նաև երեխաները երգեն ու իրենց երգով ու իրենց էներգիայով լցնեն այսօր մեր առավոտը։ Արի սկսենք քեզնից։ Երկելու եմ Զեփյուր կդառնամ։ Լսում ենք։ Զեփյուր կդառնամ մեղմիկան նման սարերից գիչնեմ նստեմ քո դռան սիրուցդ վարված ասպետի նման թուրս կդնեմ քո այգու դռան ու քեզ կհսկեմ գիշեր ու ցերեկ մենակ թե արջան շուտ այգի եկ որ նայեմ ես քեզ կարոտս առնեմ սիրուցդ վարված մեռնեմ քո դռան որ նայեմ ես քեզ կարոտս առնեմ սիրուցդ վարված մեռնեմ քո դռան Ապրես, շնորհակալություն անչափ։ Դու փոքրիկ ինչ կերքես մեզ համար։ Արտև սլացիր տաշկա Հայաստան Դե վերցրա ու Մի քիչ մոտ պահիր, այսպես։ Լսում ենք։ Արտիվ սլացիր տաշկա Հայաստան գնա դու հասիր էր զրուն ու վան Արտիվ սլացիր տաշկա Հայաստան գնա դու հասիր էր զրուն ու վան գնա դու ասա որ կգանք զորքով ուխտենք մենք արել խաչով ու սրով գնա դու ասա որ կգանք զորքով ուխտենք մենք արել խաչով ու սրով արծիվների բուն չկնեք տարվոլիկ քո մեջ փարքարավ հերոս Անդրանիկ Ապրես, շատ ապրես։ Էս ինչ լավ ուժով երգեցիր։ Լսում ենք քեզ։ Ես կերկեմ Ղարաբաղյան հորովելը Շատ լավ, Արցախի հորովելը գնացինք։ Իրիկնակը տիսա եկա տանը սիրան լուսա եկալ Սորմին կարեք վերվարանինք գիդա սրտես հույսա եկալ հորա հապան մտախ հապունդալուն կուչիր հտախ հորա
ապրես շատ ապրես իրականում շատ հուզիչ ու յուրահատուկ Ես վստահ եմ մեզ հիմա դիտող հեռուստադիտողները կցանկանեն իմանալ ինչպես կարելի է գալ ձեզ մոտ, որ տարիքից է ընդունելություն է գործում, ինչ ժամերի է գործում, մի քիչ կմանրամասնեք, որտեղ վստահ եմ, որ կցանկանան, որ իրենց երեխաներն էլ ընդգրկվեն այս երգչախմբում։ Այո, ընդունելությունը սեպտեմբերին է եղել, բայց հունվարից էլ կարանք ընդունենք երեխաներին, տաղանդավոր երեխաներին, տաղանդաշատ, որովհետև ունեմ երեխա, որոնք պարում են։ Այսինքն մեր համերգներին ես իրանք որպես ներկայանում են պարով, երգով, Այսինքն արվեստի տարբեր ճյուղեր միաձուլվում են իրար։ Այո, ծրագրեր ունենք հետագայում կապված է թե ինչպես առաջ կգնա, ինչպես կլինի մեր երկրի վիճակը Աստված տա ամեն ինչ լավ լինի եւ հույս ունենք, որ լավա լինելու, որպեսզի կարողանանք առաջ քայլենք։ Ուրեմն սկսած 6 տարեկանից մինչեւ 66։ Հրաշալի, 6-ից 66 տարեկան ենք, ունենք անհատական պարապմունքներ, խմբակային պարապմունքներ, կարող են հաճախել Ագաթա Գեղոս 3-ում է գտնվում մեր աշխատանքի տեղը։ Մեկ էլ ասեմ, որ երեխաները ոչ միայն երգում են աշուղական, երգում ենք դասական, հայրենասիրական, էստրադային երգեր ունենք։ Հրաշալի, այսինքն տարբեր ոճեր։ Տարբեր ոճեր միաձուլվել ենք։ Վերջերս նորից մի հատ տեսահոլովակ ընթացքի մեջ, հա, ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը երգով, հա, կլինի երևի մի ամսից։ Մենք կսպասենք ուրեմն պրեմիերային, անպայման կգաք մեզ մոտ հյուր եւ սիրով կլուսաբանենք։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ առաջիկայում որևէ համերգներ, ծրագրեր։ Այո, ուրեմն մենք 24 թվականին ունեցել ենք դասարանական մեծ համերգ, 3 ժամ է տևել, այնքան որ բաց դասի պես էր, բայց վերածվեց համերգի, հյուրեր ունեինք այնտեղ, մեր պապի ունեինք, եկել էր Լապլանդիայից իր նվերներով, շնորհակալություն, ով կազմակերպել այդ ամենը, ասեմ, որ այս տարազներն էր մեր, հովանավոր գտանք, շնորհակալություն պարոն Քոչարյանին, Արամ Քոչարյանին, մեր տարազները կարել են, դե սպասում ենք հաջորդ մեր այն, այսպես ասած, միկրոֆոն եւ այլն, դեռ շատ պակաս բաներ ունենք, որ պետք է լրացնենք, որ հեշտ աշխատեմ։ Հույս ունենք, որ այսօր եթերից երեխաներին լսեցին եւ գուցե արձագանքեն նաեւ հովանավորներ, ովքեր պատրաստական կլինեն հայու ոգին բարձր պահող, հայի ոգի այս երգչախմբին օգտակար լինեն, որ երեխեքը ել ավելի հարմարավետ պայմաններում եւ հարմար միջոցներով կարողանան ներկայացնել։ Այո, մեր տնօրենն էլ աջակցում մեզ Գեր Բալոյանը, Թոմաս Պողոսյանը, մեր մեջքին կանգնած, մեր աշուղներն են բոլորը, սենց ասում են, երբ պետք ենք դու ասա, ինչա պետք ես օգտակար կլինենք, համերգներ ունեցել ենք, հաշվետու համերգ ենք ունեցել, Մահեր Մկրտչյանում էր համերգը, երեխաներ հանդես եկան, հայեր միացեք երգով, խմբակային, Ինչպես նաև հունվարի 1-ին են մեզ արդեն հրավիրել, Grand Hotel-ում կունենանք համերգ ժամը 1-ին լինելու։ Հրաշալի, այսինքն ծրագրերը շատ են, գործունեությունը ակտիվ է, երեխաներն էլ շատ ուրախ են եւ շատ լավ ստեղծագործություններ են ներկայացնում։ Ես նաև ստեղծագործում եմ, ունեմ ստեղծագործություններ, ձայնագրված էլ ունեմ, Արցախից դեռ բերել եմ իմ հետ, Փառք Աստծո, հասելա իմ Արցախ ունեմ, Ճգնաղգարուն ունեմ, հայրենիք, մայրիկ, հայրիկ, զինվոր, փոքրիկ զինվոր, ու վերջերս հայի ոգի երգչախմբի համար խնդրեցի Աստծուց, տվեց երգ 15 րոպեում գրեցի եւ երաժշտությունը Դա ուզում հարցնել եւ խոսքեր եւ երաժշտություն դուք եք գալիս այնքը գրել եմ ու հիմա սպասում ենք որ տնանք որտեղ ենք կարում այսինքն հովանավոր գտնվի որպեսզի արանժիրովկա արդեն անեն գործիքավորում անեք եւ կարողանաք ներկայացնել ու ձայնագրվենք ու տեսահոլովակը անողը կա մեր Գարիկա Աբելյան արդեն խոստացել է որ նկարելու է ինչպես էս մի Յանի Մշոդաշտով արծիվ անցավն նկարել ինքը էս էլ է խոստացել որ կնկարի Ուրեմն մենք սիրով էլի կսպասենք ձեզ նորություններով իսկ եթերի ավարտին գուցե մի երգ էլ դուք մեզ նվիրեք Բարի
Ինձ ասում Նախշուն բաջի Ղարաբաղա Նախշուն բաջի Ինձ ասում երկած բարեք Բոյիտ մատաղ երկած բարեք Ախր պարկելը գիդում չում Կարում չում օզում չում Ախր պարկելը գիդում չում Կարում չում օզում չում Վնաս չոնե կսվերինք, համոտ պենչի կսվերինք, զուրնան պչի, տե պթխե, տնգդը կսվերիմ, կսվերի, համոտ պենչի կսվերիմ, մատաղինիմ կսվերիմ։ Հրաշալի ավարտ մեր զրույցի համար, անչափ շնորհակալ եմ, հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Գեղարվեստական դաստիարակության եւ մանկապատանեկան մշակույթի կենտրոնի Ջիվանու անվան աշխուղական դպրոցի Հայի ոգի երգչախմբի գեղարվեստական ղեկավար, հրաշալի ստեղծագործող անձնավորություն Ալյոնա Հայրապետյանը, շնորհակալություն ձեզ, որ մեր հյուրն եք, եւ իհարկե հրաշք փոքրիկ սաները երգչախմբի Յան Սարգսյան, Ժան Սարգսյան, Վիկտորիա Կարախանյան, ձեզ բազում հաջողություններ եմ մաղթում երեխեք ջան, որ շարունակեք սովորել, էլի սովորել, ուսումնասիրել մեր երգերը եւ ներկայացնել գեղեցիկ ապրեք շատ, որ այսօր մեր տաղավարում եք։ Շնորհակալություն ձեզ եւս հրավիրելու համար։ Ձեր անձնակազմից շնորհակալություն եմ հայտնում, գոհ ենք շատ։ Մենք ենք շատ շնորհակալ, որ եկել եք եւ անպայման կսպասենք նորանոր անակնկալներով, նոր տեսահոլովակներով, նոր երգերով ու միշտ պատրաստ ենք լուսաբանել։ Մենք էլ պատրաստ ենք։ Շնորհակալություն։ Դե ինչ ելույթ երստատողներ, այսպիսի հետաքրքիր երաժշտական հայի ոգին իսկապես լցնող եթեր ստացվեց։ Լսեք մեր երաժշտությունը ու թող լսեն նաև երաժշտություն երեխաները, գնան առնչվեն, գտնեն երգչախմբեր, ընդգրկվեն խմբերի մեջ, որովհետև դա կրթում է երեխային, երգը միշտ կրթում է ու առաջ է տանում դեպի իր երազանքի ճանապարհը։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, 21 TV օրդ բարի, թող անփորձանք լինի օրը, մնացեք բարով։